Բժշկի օգնությամբ, բայց ռոբոտի ձեռքերով։ Արդեն 10-րդ վիրահատությունն է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Էրեբունին Հայաստանում 3-րդ բժշկական կենտրոնն է, որ անցել է ռոբոտիկ վիրաբուժության։ Կենտրոնը ձեռք է բերել վիրաբուժական ռոբոտների վերջին սերնդի բազմամուտքային ռոբոտիկ վիրաբուժական համակարգ։ Ամբողջովին տեսնում ենք 3D ներսում։ Մենք առավելությունները բացի նա, որ ռոբոտի ձեռքերը ճկուն են եւ կարողանում ես դու շարժել բոլոր հատկությունները, որ քեզ պետք է, առավելություններից նաեւ որ դու ունես 4-րդ, 3-րդ ձեռը, այսինքն դու կարող ես քեզ ինքդ քեզ օգնել մանևրելու ավելի մեծ հնարավորություն։ Այո, իհարկե, եւ կարող ես նաեւ միևնույն ժամանակ կամերան դու հսկել։ Այսինքն եթե լապարասկոպիայի դեպքում մենք բոլորս լապարասկոպիկ վիրաբույժները կախված են, աչքերը կախված են մեր ասիստենտից եւ ժամանակա պետք լինում, որպեսզի ասիստենտը կարողանա հասկանալ, թե ոնց մեզ պետք է ցույց տա, այստեղ դու ես քեզ ցույց տալիս այն մասը, որ դու ուզում ես։ Առաջին վիրահատությունը ռոբոտիկ վիրաբուժական համակարգի կիրառմամբ կատարվել է հունվարի 28-ին։ Իրականացրել են Շականակագեղձի արմատական հեռացում։ Կենտրոնի բժիշկները հատուկ վերապատրաստում են անցել Չինաստանի Շենժեն քաղաքում։ Ռոբոտային վիրաբուժության ժամանակ վիրաբույժը վիրահատությունը կատարում է հատուկ կոնսոլից, իսկ ռոբոտը միայն կրկնում է բժշկի ձեռքերի շարժումները։ Համակարգը վերացնում է ձեռքի հնարավոր դողը եւ թույլ է տալիս գերճշգրիտ աշխատել։ Ռոբոտիկ վիրաբուժության դեպքում մենք ունենք 7 հոդավորում ռոբոտիկ ձեռքի վրա եւ այդ հոդավորումները հնարավորություն են տալիս, որպեսզի մենք կարողանանք ճկենք ռոբոտի ծայրային հատվածը, ձեռքի ծայրային հատվածը այնպես, ինչպես որ մեզ պետք է։ Բնականաբար տվյալ դեպքում մենք կոնքում ենք աշխատում Շականակագեղձի վիրահատությունը եւ տարածությունը շատ սահմանափակ է, հետեւաբար ինչքան նուրբ կարողանանք աշխատել եւ ինչքան հնարավորություն ունենանք ճկելու գործիքների ծայրը, այնքան ավելի լավ արդյունքներ կունենանք։ Այս տեխնոլոգիայով վիրահատություններն իրականացվում են փոքր կտրվածքներով, ինչը նվազեցնում է արյան կորուստը եւ ցավերը, կրճատում հոսպիտալացման ժամկետը եւ արագացնում վերականգնման գործընթացը։ Այս պահին ռոբոտային վիրաբուժությունը դեռ ներառված չէ ապահովագրության շրջանակում։ Դեռ պետք է հաշվարկեն վիրահատության ինքնարժեքը։ Պացիենտի վերականգնման եւ հետվիրահատական ընթացքը ավելի կարճացնում է, բարդությունները ավելի քիչ են լինում եւ ըստ էության նաեւ որոշակի օրգան համակարգերի ֆունկցիոնալությունը ապահովելու համար շատ ավելի նորագույն լուծումներ են եւ ես ուրախ եմ, որ մեր բժշկական թիմերն էլ եւ սա նշում եմ հպարտությամբ, որ մեր միջազգային գործընկերներն էլ ասում են, որ այս թիմերը ունակ են, կարող են, ապահովում են նաեւ նման բարձր տեխնոլոգիական լուծումներով վիրահատություններ։ Ռոբոտային վիրաբուժությունը լայնորեն օգտագործվում է ուրոլոգիայում, կրծքավանդակի եւ ընդհանուր վիրաբուժությունում, գինեկոլոգիայում եւ այլ ոլորտներում, հատկապես բարդ ու նուրբ միջամտությունների դեպքում։ Այն լավագույնն է համարվում ուռուցքային հյուսվածքներ հեռացնելու համար, երբ անհրաժեշտ է բարձր ճշգրտություն դժվար հասանելի տեղերում։ Ալադավթյան, Էպիկենտրոն։